Երթևեկիր անվտանգ և օգնիր զինվորին։ Ինչ փոխվեց մեկ գիշերում, երեկ մենք տեսանք հուշագիր ստորագրվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, մինչ այդ դուք այսպես շատ կոշտ գնահատականներ եք հնչեցնում, նշում եք, որ դեմ եք արտահերթ ընտրություններին այս օրակարգով։ Մեր մոտ ըստ էության քաղաքական բովանդակային առումով որևիցե բան չի փոխվել։ Մենք առաջի օրվանից էլ ասել ենք, որ սատարում ենք եւ մասնակից ենք հեղափոխության։ Ընդ որում երեք կնքված հուշագրում սևով սպիտակի վրա հենց նույն հեղափոխությունը շարժումը սկսած Նիկոլ Փաշինյանի կողմից էլ ստորագրված է, որ մենք Ծառուկյան դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնիկ է հանդիսանում, անբաժանելի մասնիկ է հանդիսանում հեղափոխության։ Մնացած ձևակերպումները տեղին չեմ համարում։ Ընդ որում, եթե ուզենաք համեմատության մեջ դնեք նույնիսկ ընտրությունների հետ կապված գաղափարը, ընտրությունների հետ կապված կառավարության ծրագրում շատ հստակ մատնանշված էր մինչև 1 տարի ժամանակահատված։ Մենք որպես ծրագիր դրան կողմ ենք քվեարկել, ընդ որում մասնակցություն ենք ունեցել նաև այդ ծրագիրը իրականացման հարցում։ Մի հուշագրավ փաստի հետ կապված էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ նաև, դեռևս ամիսներ առաջ պարոն Ծառուկյանի կողմից հայտարարվեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ծառուկյան դաշինքը պարոն Փաշինյանի հետ քննարկելու ժամանակահատվածում պատրաստ է արտահերթ ընտրություններին գնալու հունիս ամսին։ Այսինքն դեկտեմբեր ամսի հետ կապված դետալային հարցեր կար, որը որ պետք է քննարկվեր։ Բոլորը գիտեն, որ պարոն Փաշինյանի կողմից եղավ հայտնի հայտարարություն, որ վերադառնալով Հայաստան պետք է սկսեն քննարկումները արտահերթ ընտրությունների հետ կապված, ըստ էության նաև մատնանշելով որոշակի առումով օրակարգը։ Օրակարգը արտահերթ ընտրություններն էին։ Եվ մեր քաղաքական ուժի կողմից էլ հստակ հայտարարվեց, ինքս որպես Ծառուկյան խմբակցության քարտուղար ներկայացրել եմ, որ մենք պատրաստ ենք այդ քննարկումները սկսելու։ Ցավոք սրտի այդ քննարկումները տեղի չունեցավ ամենատարբեր մեկնաբանություններով, հարցադրումներով, որը որ իր մեջ կողմնորոշիչ բնույթ ուներ, բայց էությունը եւ բովանդակությունը դրանով չէր կարող փոխվել, որովհետեւ մենք մեր քաղաքական մոտեցումներում եղել ենք հստակ, Գագիկ Ծառուկյանը եղել է հստակ, իր առաջի հայտարարությունը եղել է, որ նա եւ մեր քաղաքական թիմը ժողովրդի կողքին է եւ ժողովրդի պահանջն ու ցանկությունը մեր համար կարեւոր է, ինչը եւ արտացոլում է հուշագիրը։ Կանոնական օրենքում փոփոխություններ արեցիք, պարոն Էֆիաջյան, ամեն ինչ արեցիք, որ այդ հանդիպումները չկայանային։ Ըստ էության կանոնական օրենքի փոփոխություններով դու գործարքի մեջ եք մտել հանրապետական հարցը, որ տալիս եք, իր մեջ կողմնորոշող բովանդակությունը անընդունելի եմ համարում, որովհետև տեսեք, այդ օրենսդրական նախաձեռնությունը մեր խմբակցության ներկայացուցիչներն են եղել, որոնք պարզաբանել են, որ պետք է իրավական տիրույթում տեսնել եւ գնահատել, որովհետեւ այստեղ մեկնաբանությունները բնականon գործունեության հետ էր կապված, բայց մի հատ շատ կարեւոր բայց կա։ Եթե ժողովուրդը ընդվզում է այս մոտեցմանը եւ ցանկությունը խորհրդարանական ընտրությունները օր առաջ կամ դեկտեմբերին անցկացնելն է, Գագիկ Ծառուկյանը կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կամ Ծառուկյան դաշինքը որևիցե խնդիր այստեղ չի տեսնում եւ չունի։ Ինչի հետ կապված, ասում եմ, մենք որպես առաջի քաղաքական ուժ էլ այդ փաստաթղթի տակ էլ ստորագրել ենք։ Ընդ որում քննարկումները երբ որ սկսվեր, նույնաբովանդակ խոսակցություն էր լինելու։ Եվ այդ փաստաթուղթը ըստ էության մենք չենք համարում, որ դա կարող պատճառը հանդիսանալ։ Եղել է այն ինչ որ եղել է, հիմա ամեն մի հարցի այդպես մանրակրկիտ, մանրամասն իրավական էր, քաղաքական էր, այնուամենայնիվ պետք է մեր ցանկության եւ մոտեցման հետ կապված մեկ անգամ եւս վերահաստատենք, որ ժողովրդի ցանկությունը պահանջը մեր համար ընդունելի է, ընկալելի է արտահերթ ընտրություններ անցկացնելու, մենք դրա հետ կապված ունեցել ենք առիթ խոսելու, ընդ որում պարոն Փաշինյանին էլ ներկայացրել ենք, որ մենք պատրաստ ենք 2018 թվականի հունիսին էլ կազմակերպել եւ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Եթե ընդհանուր հայտարարի հենց այդ ժամանակահատվածում էլ մենք գայինք եւ պարոն Փաշինյանը համաձայներ, մենք որևիցե խնդիր չենք տեսնում։ Բայց այդ ժամանակահատվածում կառավարությունը բերեց ծրագիր գործունեության 1 տարվա ըստ էության, որտեղ նաեւ ամրագրված էր մինչեւ 1 տարի։ Հիմա հարցը ձևակերպենք այս տեսքով. գտնում ենք, որ անհրաժեշտությունը կա դեկտեմբեր ամսին իրականացնելու, կազմակերպելու։ Մենք դեկտեմբեր ամսին կիրականացնենք։ Պարոն Էֆիաջյան, ձեր падգամավորները խիստ քննադատում էին եւ նշում էին, որ չեն գնալու արտահերթ ընտրությունների այս տարի։ Հիմա նրանք հնարավոր է մանդատները վայր դնել, հնարավոր է կուսակցությունը լքեն։ Ինչ է կատարվում, հնարավոր է լուրջ փոփոխությունների Ծառուկյան դաշինքը ենթադրել։ Մեր քաղաքական թիմը միասնական է եւ մենք ընդհանուր
Ամեն մեկն է կարող է տարբեր կարծիք ունենալ, տարբեր վերլուծություններ անել եւ падգամավորը կաշկանդված չէ կարծիք հայտնելուց, եթե ինչ-որ հասցեական 1 կամ 2 падգամավոր ինչ-որ մի կարծիք է հայտնել, որի հետ կապված ձեր համար պարզաբանում է հետաքրքիր է, ճիշտ եմ համարում, տեղին եմ համարում, տվյալ падգամավորին ավելի հասցեական ձեր հարցը հղելու։ Մեր պաշտոնական դիրքորոշման հետ կապված ես արդեն իսկ ասացի, չեմ ուզում երրորդ անգամ կրկնվել։ Իսկ խմբակցությունում բոլորը համակարծիք են կուսակցության խմբակցության ղեկավարի Դեկտեմբերին դիրքորոշումներին։ ընտրություններ են։ Տեսեք, այս դիրքորոշումը մեր խմբակցության ըստ էության մոտեցումն ու եւ որոշումն է, որը որ Գագիկ Ծառուկյանը որպես խմբակցության ղեկավար ներկայացրել է մեր բոլորի անունից, ինչը եւս մեկ անգամ կրկնում եմ, որ արտացոլված է հուշագրում։ Պարոն Ֆիաջան, իսկ այն հանգամանքը, որ վարչապետը ձեր քաղաքական խմբակցության ակաղափոխական անվանեց հայտնի օրենքի քվեարկության հետ կապված եւ նաեւ ձեր ուժը ներկայացնում մարզպետների նախարարներին հրապարակավ ազատել։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում որոշակի ապատեղեկատվություն կար քաղաքական եւ կարծում եմ նաեւ պարոն վարչապետին որոշ տեղեկություններ թույլ էին մատուցված։ Փոխվել է վերաբերմունքը փոխվել է պարոն։ Մեր հետ կապված գործողությունների մասով ես հստակ ներկայացնում եմ, որ հեղափոխությունը դեռևս հաջողության չհասած ժամանակահատվածում Ծառուկյան խմբակցությունը ինչ դիրքորոշում է ունեցել, ընդ որում կարող եմ մանրամասներ ներկայացնեմ, դուք որպես լրագրողներ շատ լավ հիշում եք, երբ որ պարոն Փաշինյանը իր քայլերը կատարում էր եւ նրանց ձերբակալեցին, պարոն Փաշինյանին, պարոն Միքայելյանին եւ Արադ Միրզոյանին, եւ խորհրդարանում նախաձեռնություն կար, որ նրանց անձեռնմխելիությունից զրկեն եւ կալանավորեն։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ծառուկյան Դաշինք խմբակցությունը թույլ չի տվել, որպես այդ գործընթացը տեղի ունենա։ Ընդ որում, մեկ հիշեցում եւս այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել։ Եվ այդ ժամանակահատվածից կոնկրետ որպես քայլ ու գործողություն մենք մեր զորակցությունը ցույց ենք տվել։ Մենք խորհրդանում 1/3 մասնակցությամբ կառավարության ձևավորումից սկսած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր զորակցությունն ու աջակցությունն ենք ցույց տվել։ Ամբողջ ժամանակահատվածում մեր զորակցությունն ու աջակցությունն ենք ցույց տվել։ Եվ կարծում ենք նույնիսկ քննարկումների հետ կապված այդ մանրամասների մեջ չմտնենք, բայց օրինակ կարելի էր առաջինը գործընկերների հետ սկսել նոր մնացած խմբակցություններ։ Իսկ տեղեկությունների մասին է խոսքը, որ ասում եք թյուր է զեկուցվել վարչապետը։ Որովհետև ես վստահ եմ, որ իրեն եթե նմանատիպ թյուր տեղեկություններ չասեն, նա նման հայտարարությամբ հանդես չէր գալու։ Բայց խմբակցության պատգամավորը Ինչի է կապված, պարոն։ Որ մենք մեջ փոխըմբռնում չկա։ Պարոն Ֆիաջյան, հարցը ես էլ տամ։ Եթե այդ հուշագրի կետերը չպահպանվեն, հա ինչ է լինելու։ Սա քաղաքական փաստաթուղթ է, լինելու են քաղաքական գործընթացներ եւ գնահատականներ։ Ուրիշ Պարոն Ֆիաջյան, հիմա հետաքրքիր է ձեր կուսակցությունում ամեն դեպքում խնդիր կա, թե չկա, հաշվի առնելով նաև մամուլի հրապարակումները, որ Գագիկ Ծառուկյանը միայնակ է այս որոշումը կայացրել եւ դուք ընդհանրապես տեղյակել չեք եղել։ Հնարավոր է դուրս գան շատերը։ Ջան, դա ապատեղեկատվությունն է, մենք մեր խմբակցության այն ներկայացուցիչները, որովհետև ունենք падգամավորներ, որ պայմանական գործուղման են գտնվում, ԵԽԽՎ-ի աշխատանքներն են մասնակցում, կամ մարդիկ, ովքեր առողջության կամ ինչ հանգամանքներով յուրօրինակ չեն կարողացել մասնակցել խորհրդակցությանը, բայց մենք միակարծիք ենք, ինչպես տեսնում եք, հայտարարությունը ընդունված է, Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է ամբողջ խմբակցության դիրքորոշումը, որտեղ խմբակցության կարծիքը հաշվի է առնվել բոլորի ըստ էության, եւ որովհետեւ խնդիր չկա, դուք եք այդ մտահոգությունը, մտավախությունը որպես հանգամանք արձանագրում, ես չեմ կարող։ Պարոն Ֆիաջյան, երեկվանից հանրապետական խմբակցության падգամավորները հայտարարություններով են հանդես գալիս, որ աջակցում են եւ դեկտեմբերին հետաքրքիր է այդ ցանկում հայտարարության մեջ կա նաեւ Իշխան Զաքարյանը։ Սա ինչ է սա նշանակում։ Տարբերվող են դրա հարցը տվեք, պարոն Զաքարյանը ձեր հարցին կպատասխանի։ Մենք մեր խմբակցության դիրքորոշումը պաշտոնական ներկայացրել ենք։ Եթե այլ հարցեր չկան, Գագիկ Ծառուկյանը կենտրոնին տված հարցազրույցում ասել էր, որ արտախորհրդարանական ուժերի հետ պատրաստվում է հանդիպել։ Արդեն հստակ է, որ ուժերի հետ է պատրաստվում ուզում եմ հանդիպել։ ձեզ տեղեկացնել, որ բանակցություններ գնում են եւ կան արտախորհրդարանական ուժեր, քաղաքական գործիչներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, հասարակության մեջ ընկալված մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ունեն Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի հետ հանդիպելու, բայց ամեն ինչ իր հերթին եւ իր ժամանակին։ Քնելի դաշինքով եք մասնակցելու։ Ժամանակը ցույց կտա։ Եվ այն հայտնի իրադարձությունը, որ Գագիկ Ծառուկյանը այսպես ընդդիմադիր լիդերներին մենակ թողեց եւ հեռացավ, դրանից հետո կլինի այդ Դուք համագործակցությունը։ ապատեղեկատվությամբ հարց եք ձևակերպում, մենք բոլոր գործողությունների գործընթացների հետ կապված մեր դիրքորոշումը ներկայացնենք։ Ուրեմն հայտնի անուններ տալուց եթե ուզում եք տես պատմական հղումներ անել, միջև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ ծանոթացեք։ Եղավ։